Զինծառայող է մահացել։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ մայիսի 13-ին ժամը 10:30-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու նպատակով քննություն է ընթանում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բերլինում մասնակցում է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացմանը։ Հանդիպման մասնակիցները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահությանն ուղղված առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները։ Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն խոստացել է արձագանքել հայ կոնյակագործների մտահոգություններին։ Նա վստահեցրել է, որ Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին հայտնել է դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող կոնյակագործներից մեկը, որը մասնակցել է դեսպանի հետ հանդիպմանը։ Կոնյակագործներն ու բեռնափոխադրողներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց, պահանջելով պարզաբանել, թե ինչու է Ռուսաստան կամ Բալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքը, հիմնականում կոնյակը, տարանցիկ երկրում Վրաստանում ստուգումների ենթարկվում։ Հայ գործարարների բողոքի ակցիան այսօր քննարկվել է նաև խորհրդարանում։ Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադառնալով կոնյակագործների կողմից բարձրաձայնված խնդիրներին հարց է ուղղել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման ուղղությամբ։ Պապոյանն ասել է, որ առաջիկայում հնարավոր է այցելի Վրաստան եւ տեղում քննարկի ստեղծված իրավիճակը։ Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ եւ կարծում եմ, որ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են, նշել է նախարարը։ Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել Երևանի քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վերաբերյալ։ Հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Ըստ վարույթի դատավորը 3 անձի մահվան ելքով վթարի գործն այնքան երկար է քննել, որ անցել է մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ Հայտնի չէ, թե այս պահին էթիկայի հանձնաժողովում գործն ընթացքի մեջ է, թե արդեն ուղարկվել է բարձրագույն դատական խորհուրդ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլում հնարավոր բանակցությունների ժամանակ պատրաստ է խոսել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նա նշել է, որ Զելենսկին ռուսական կողմի այլ պաշտոնյայի հետ հանդիպում չի ունենա։ Ռուսական պատվիրակության կազմի մասին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ոչինչ չի հայտնել։ Տեղական լրատվամիջոցներում սակայն տեղեկություններ են պտտվում, որ այն գլխավորելու է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Մայիսի 10-ին Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները կոչ էին արել Ռուսաստանին դադարեցնել կրակը առնվազն 30 օրով, սկսած մայիսի 12-ից։ Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ Ուկրաինան մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսի։ Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կբողոքարկի Փարիզի դատարանի որոշումը, որը նրան մեղավոր է ճանաչել կինոարդյունաբերության 2 կին աշխատողների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Այս մասին լսումների ավարտից հետո լրագրողներին հայտնել է նրա փաստաբանը։ Փարիզի դատարանը այսօր ֆրանսիացի դերասանին մեղավոր է ճանաչել 2021 թվականին ֆիլմի նկարահանման հրապարակում ոտնձգություններ կատարելու մեջ։ Դեպարդիեն դատապարտվել է 18 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման։ Դերասանը հերքել է մեղքը։ Դեպարդիեն Ֆրանսիայում անցնում է նաև մի քանի այլ դատական հետաքննություններով։